Անցյալ տարի Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի 24 ժամում։ Անցյալ շաբաթ էլ հայտարարել էր, որ այն չի հանգուցալուծվի, մինչև ինքն ու Պուտինը չկարողանան հանդիպել ու անձամբ քննարկել խնդիրը։ Սակայն երկուշաբթի նորից իրավիճակ փոխվեց։ Պուտինի հետ ավելի քան 2 ժամ տևած հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի պայմանները կարող են քննարկել միայն Ռուսաստանն ու Ուկրաինան։ Մենք 2.5 ժամ զրուցել ենք Վլադիմիր Պուտինի հետ եւ կարծում եմ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Այնտեղ սարսափելի իրավիճակ է, ամեն շաբաթ 5000 երիտասարդ է սպանվում, հուսով եմ ինչ-որ բան արեցինք։ Մենք նաեւ խոսել ենք եվրոպական երկրների ղեկավարներից շատերի հետ, փորձում ենք այդ ամենն ավարտին հասցնել։ Ամոթալի է, որ պատերազմն ընդհանրապես սկսվել է։ Հեռախոսազրույցից հետո Թրամփը վերահաստատել է իր կարծիքը, որ Պուտինը ցանկանում է վերջ տալ պատերազմին այս տարի։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն հրադադարի եւ որ ավելի կարեւոր է պատերազմին վերջ տալու համար։ Պայմաններն ըստ Թրամփի կբանակցեն կողմերը միասին, քանի որ միայն նրանք գիտեն դետալները։ Ես խոսեցի նրա հետ այդ մասին, հարց տվեցի Վլադիմիր, երբ ենք մենք այս ամենին վերջ դնելու։ Երբ ենք վերջ տալու այս արյունահեղությանը, սա իրոք արյունահեղություն է, եւ ես հավատում եմ, որ նա ցանկանում է դադարեցնել այն։ Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների անցկացումը Վատիկանում կամ Հռոմում կարող է հիանալի գաղափար լինել եւ օգնել գործընթացին, ասել է Թրամփը։ Ռուսաստանի նախագահն ամերիկացի պաշտոնակցի հետ զրույցը որակել է կառուցողական, անկեղծ ու օգտակար, կրկին ընդգծելով, որ Ռուսաստանը հանդես է գալիս ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման օգտին։ Мы должны просто определить наиболее эффективные пути движения к миру. Մենք պետք է պարզապես սահմանենք խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։ ԱՄՆ նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, հնարավոր խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մի շարք դիրքորոշումների որոշակիացմամբ։ Դրանցից են կարգավորման սկզբունքները, հավանական խաղաղության համաձայնագրի կնքման ժամկետները, այդ թվում որոշակի ժամանակում կրակի հավանական դադարեցումը։ Կրեմլի ղեկավարի պնդմամբ Ստամբուլում ռուս-ուկրաինական շփումների վերականգնումը հիմք է տալիս ենթադրելու, որ ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են։ Հարցն այն է, որ ռուսական եւ ուկրաինական կողմերն առավելագույնս ձգտեն խաղաղության, գտնեն այն փոխզիջումները, որոնք կբավարարեն երկու կողմին էլ։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է։ Մեզ համար կարևոր է վերացնել այս ճգնաժամի առաջնային պատճառը։ Ուկրաինայի նախագահն էլ ձեռքերը ծալած չի նստել։ Զելենսկին մեկ օրում միանգամից 2 հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Առաջինը երկկողմ ձևաչափով, երկրորդը եվրոպացի լիդերների հետ։ Զելենսկին հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի իր երկրի տարածքից, ինչպես ցանկանում է Ռուսաստանը։ Եթե Ռուսաստանը պայմաններ է առաջադրում ուկրաինական զորքերի սեփական հողերից դուրս բերելու համար, նշանակում է չի ուզում հրադադար եւ պատերազմի ավարտ։ Սա մեր հողն է, մեր պետությունը, մեր բանակը եւ մեր անկախությունը։ Հարցն այն է, թե ինչ կարող է Ուկրաինան թույլ տալ իրեն անել եւ ինչ ոչ։ Ոչ ոք մեր զորքերը դուրս չի բերի մեր տարածքներից։ Իմ սահմանադրական պարտականությունն է մեր զինվորականների պարտականությունն է պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Թեպետ հեռահար խոսվում է զիջումների մասին, այնուամենայնիվ հակամարտող կողմերը շարունակում են պնդել իրենց դիրքորոշումները։ Նույնիսկ ամենաթեժ իրավիճակում էլ չի բացառվում Պուտին-Զելենսկի անմիջական շփումը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։